Պես տեսնում եք եկեղեցին այսպես գեղեցիկ զարդարված է ամեն մեկից հիշելու հիշատակելու ամենը մեկ-երկու շաբաթից ողջ աշխարհը տոնելու է հիշելու է Երուսաղեմ լինելու նվերներ ենք փոխանցելու ճամփորդություններ ենք գնալու սեղաններ ենք բացանելու հարազատներով ենք հավաքվելու ու վայելելու Քրիստոս Հիսուսի ծնունդը Բայց այս ծնունդը, որ այսօր երկրագունդը ինչ անելու, հիշելու, հիշատակելու Բայց ինձ ու քեզ հավատացողների համար վստահորեն ու հստակորեն մեկ ճշմարտություն է բացվել, որ դա այս աշխարհն է, արտաքինն է, միտքն է, գաղափարն է, երևույթն է, լուսավորությունն է, այսպես զարդարումն է, բայց եթե փառավորածի ծնունդը, ծնունդ չեղավ իմ հոգուս մեջ, ամեն ինչ կորցված է, մենք այս աշխարհից ոչինչով չենք տարբերվում, մեր միակ տարբերությունը, որ այդ ծնունդը, որ աշխարհը տոնում է, այդ ծնունդը լինի իմ ու քո հոգու մեջ, և այսպիսի մի հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ, թագավորական պալատում Երուսաղեմ էր, մի ամբողջ կարևոր ու էական հայտարարություն պետք է տարածվեր, ողջ թագավորության տարածքով մեկ և թագավորը կանչեց իր բոլոր իշխանավորներին, իր բոլոր խորհրդատուներին և ժողովի հավաքվեցին և խորհում էին մտածում էին, թե այդպիսի մի փառավոր ու գեղեցիկ ու պատվաբեր լուրը, այդ պատգամը, այդ բարի ավետիսը ինչպես տարածեն, ոչ միայն իրենց թագավորության տարածքում, այլ թագավորությունից դուրս Ոմանք խորհուրդ էին տալիս, կանչենք մեր դեսպաններին, բոլորին լեցնենք այդ պատգամի խորությունով ու գեղեցկությունով ու տարածենք բոլոր թագավորությունները մեկ։ Մյուսները ասում են պլակատներ գրենք, տարածենք, շեփորահարենք, կանչենք ժողովրդին արթնացնենք քնից, սպասելու այդ մեծագույն ինչին բարի լուրին։ Մեկ ուրիշ Երուսաղեմ կար։ Միայն տարբերությամբ երկրի վրա չէր։ Երկրի որևէ թագավորության հետ կապված չէր, երկնքում էր, երկնային թագավորության մեջ էր, Աստծո միածին որդին ծնունդ էր առնելու մարմնի մեջ, դա տիեզերքի մեջ, հավիտենականությունից մինչև հավիտենականություն, դա միակ երևույթն էր, որ ընդամենը մեկ անգամ եղավ, ու էլ չի լինելու Ողջ երկնային թագավորությունը երկրի չէ, երկնային թագավորությունը մեկտեղ են եկել ու ցնծություն կար երկնքում ու նրանք մտածում էին նույն նմանակերպ ինչպես տարածեն այդ դուրը ողջ երկրագնդի այս մոլորված ու թշվառ մարդկությանը որ Քրիստոս Աստվածը մարմին էր հագնելու ու երկիր էր իջնելու նա գալիս էր որ իր հոր բարի պատգամը բերելու, նա գալիս էր իր կյանքը տնելու, որպեսի կյանքեր շահելու, և բնականաբար երկնքում հրեշտակներն ու հրեշտակապետները բոլորը խորհրդակցում էին, ինչպես տարածենք այդ հսկայական լուրը, և ի տարբերություն ինձ ու քեզ ու իմ մտածածին ու քո պատկերացումին ասում է, մենք պետք է պատգամավոր ուղարկենք երկնքից, պատգամավորը ոչ այլ ոք է, եթե ոչ երկնային հրեշտակը, որտեղ իջնի հրեշտակը, պալատներում, թագավորությունների մեջ, այդ մեծահարուստների տանը, այդ գիտնականների, գիտական աշխարհի, այդ բիզնեսային մարդկանց, որը կարողանում են հաջողակ մեծ գումարներ վաստակել, որպեսզի ներդրում անեն տարածելու նրա ծնունդը երկրի վրա և երկնքում զարմանալի ձևով ի հակառակ մեր տրամաբանության, մեր զգացմունքների կամ որևէ մի պատկերացումի այսպիսի հայտարարություն եղավ։ Թող պատգամավորը հրեշտակը հանդիպի ում չոբաններին, հովիվներին։ Եվ Ղուկաս ավետարանիչը շատ հետաքրքիր ձևով այսպես է գրում երկրորդ գլխի մեջ, ասում է այնտեղում, որտեղում, այնտեղում, որ պետք է ծնունդ առներ Աստծո միածին որդի, ինքը Աստված Քրիստոս Հիսուսը, այնտեղում հովիվներ կային, և հովիվներին չէին տեղում, որտեղ ոչխար պետք է պահպանեին,
Եվ ինչ էր, ասում են նստած, զրուցում էին գիշեր էր ու հանկարծ լույս փայլատակեց։ Երկնքի դռները բացվեց ու երկնքից հրեշտակ վայր իջավ ու նրանց ողջունեց։ Ինչ է կարծում, հովիվ չէ թագավոր լիներ, չէր սարսափի, սիրտը ճակճակ կտար, նա տեսնում էր երկնային էակ, հրեշտակ, Աստծո փայլատակումը, այդ մութ խավար այդ սարերի մեջ, որտեղ ոչ մի մարդկություն չկար, բացի ոչխարներից։ Եվ բնականաբար բոլորս էլ արդեն բազում անգամներ կարդացել ենք, լսել ենք, որ ինչն էր առաջի խոսքը։ Մի սարսափեք, մի վախեցեք։ Եվ խոսքը հետևյալը շարունակեց։ Ղուկաս ավետարան 2-րդ գլխի 10-րդ համարում հրեշտակը այսպիսին ասեց նրանց։ Նա որ երկնքից իջել էր Աստծո հրամանով, նա եկել էր իր պատգամը բերելու ողջ աշխարհին։ Այսօր ողջ աշխարհը գիտի նրա ծնունդի մասին։ Եվ եթե սկսեցի, չէ, ընդամենը մի քանի շաբաթից հետո ողջ աշխարհը նրա ծնունդն է տոնելու։ Բայց Աստծո նպատակը շեփորահարել, դրոշակներ ծածանելը չէր, նվերներ առնել ու նվերներ տալը չէր, այլ այդ ծնունդը ընդունել մեր հոգու մեջ, քանզի նա կյանք էր, իսկ մենք կորցված, մեռած ու դատապարտված էինք մեղքի տակ։ Նա գալիս էր, որ մեզ մեջ կյանք հավիտենականություն ստեղծեր։ Եվ Ղուկասի ավետարան 2-րդ գլխի 10-րդ համարում Luke chapter 2 verse 10 հետևյալ ենք ընթերցում։ Եվ հրեշտակը նրանց ասաց. մի վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում։ Եվ եթե նախկին տողեր ընթերցած չլինեինք, մեզ մեծ հավանականությամբ, մեր մարդկային տրամաբանությամբ կտվար, որ խոսքը ուղված է թագավորներին, մեծ ուրախություն ենք ձեզի պարգևելու, բայց մեզի հստակեցրել էր Աստծո խոսքը, Ղուկաս ավետարանիչը հստակորեն գրել էր, խոսքը հովիվների մասին էր, անտեսված, հասարակությունից առանձնացած, լեռներում այդ ցրտի, այդ խավարի մեջ նրանք ոչխար էին, ինչ անում, արածեցնում։ Ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդին է լինելու։ Աստծո մեծագույն փափագը ու ցանկությունը, որ իրականացավ իր աշակերտների Քրիստոսի, երբ եկեղեցին հիմք տրվեց, ամբողջ աշխարհով մեկ ինչը տարածվեց, որ Քրիստոս ծնվեց ու հայտնվեցավ, ու ինձ ու քեզի մեծ է ավետիսը, բարի լուրը, փառավոր հույսը, հավիտենականության ճշմարտությունը, ծնունդ մեր հոգու մեջ։ Բոլոր ժողովուրդներն է լինելու, բայց ի զարմանք մեր տրամաբանությանը, մեր փորձառությանը, մեր մարդկային բոլոր իմացությանը, Աստված երկինք ու երկիր ստեղծողը երկնքում ժողով եղավ եւ ընտրություն եղավ, որ իր պատգամավորին ուղարկի ում մոտ, հովիվների մոտ։ Եվ 11-րդ համարում հրեշտակը հստակեցնում էր խոսքը։ Այսօր Դավիթի քաղաքում, չէ, ասում էր, այնտեղում հովիվներին հավաքված։ Հիմա ավելի է ճշտում Ղուկաս ավետարանիչը։ Այսօր Դավիթի քաղաքում, ո՞րն էր Դավիթի քաղաքը։ Բեթլեհեմը։ Բեթլեհեմից դուրս այդ հովիվները իրենց ոչխարներն էին արածացնում։ Այսօր Դավիթի քաղաքում ձեզ համար, հովիվի համար, ինձ համար, ողջ մարդկության համար, որտեղ մի քիչ առաջ 10-րդ համարի մեջ ինձ այդ, որ ամբողջ բոլոր երկրների, բոլոր ժողովուրդների համար է լինելու նրա ծնունդը։ Նրա ծնունդը մեկ անգամ եղավ, ու էլ չի լինելու։ Եթե իմ մեջը քո մեջ չեղավ, ու էլ չի լինելու։ Նա երկրորդ անգամ չի գա այս աշխարհ։ Նա կգա թագավոր թագավորած, ոչ թե նորածին մանուկ։ Եվ այսօր Դավիթի քաղաքում ցեզ համար փրկիչ ծնվեց, որ է
օծյալ Տերը, նա Տեր էր։ Նա մարմին էր առնում մանուկ ծնունդ երեխա, բայց նա Տեր էր երկնքում, օծություն ուներ եւ իր օծությունով ինձ ու քեզ եւ համայն մարդկության փրկություն բերեց։ Ամեն անգամ մենք որպես մարդ, ամեն անգամ երբ լսում ենք ինչ որ մի կարևոր էական երևույթի մասին, ինչ որ էական երևույթի մասին, ինքնըստինքյան subconsciously, ինքնըստինքյան ինչ ենք անում, մենք երեք հարցում ենք հարցում մեզ, մենք մեր մեջ երեք հարցում ենք հարցնում, is it good? Այդ ինչ որ պատմում են ու ասում են, լավն է, բարի է, ցանկալի է, օրհնյալ է, is it true? Ճշմարիտ է ասածը եւ վերջապես եւ եթե բարի է, if it is good, եւ եթե իրական է ու ճշմարիտ է, and if it is true, what should I do? Ես ինչ անեմ այդ բարի եւ իրական ճշմարտության եւ եղելության հետ։ Այդպես չէ։ Մենք քննում ենք, մեր միտքը Աստված մեզի մտային աշխարհ է տվել, վերլուծելու մեր շուրջ բոլորը կատարվածը, մեր լսածածը, մեր տեսածը։ Եվ բնականաբար ամեն մարդ արարած հարցում ունի հարցնելու։ Այդ ինչի մասին որ խոսում են։ Այսօր աշխարհը Մուհամմեդի մասին չի խոսում, Բուդդայի մասին չի խոսում, Կոնֆուցիոնիզմի մասին չի խոսում։ Այսօր ողջ աշխարհը պատրաստում է նրա ծնունդը մեծարելու։ Այո, նրա ծնունդը վերածվել է բիզնեսի, բայց ինձ ու քեզ համար էական է, որ արծարծվում է նրա ծնունդը, Քրիստոս Հիսուսի ծնունդը, ի տարբերություն աշխարհի մարդկության, որևէ մի էակի հետ համեմատած։ Ինչքան էր որ փորձում են ծածկել, նսեմացնել, անտեսել Հիսուսի անունը, միևնույնը ողջ աշխարհը պատրաստում է նրա ծնունդը տոնելու։ Եվ բնականաբար եւ ինքնըստինքյան մի կրկին անգամ մեր մեջ հարց է հասանում, բարի է նրա ծնունդը, իրական է նրա ծնունդը, եւ եթե բարի է ու իրական է, ես ինչ ունեմ իմ կողմից անելիք անելու այդ բարիքի եւ այդ իրական ճշմարտության համար։ Եվ այսօր կփորձենք այս հարցադրումներին մենք մի փոքրիկ պատասխաններ գտնել, փնտրել Աստծո խոսքից եւ այն ինչ որ կատարում է մեր շուրջ բոլորը։ Is it good? Մի իրական պատմություն պետք է պատմեմ ձեզ։ Տեղ ունեցել բավականին տարիներ 1987 թվին։ 1987 թվին 1.5 տարեկան աղջիկ երեխա Ջեսիկան իր հորաքրոջ տանն էր, խաղում էր, ինչ պատճառով հայաթում Մատ հսկայական դեպքը տեղի ունեցել Midland in Texas. Jessica had been playing in her aunt's իր մորաքրոջ կամ հորաքրոջ backyard. Հայաթում, բակում, խաղում էր։ Ու հանկարծ ընկավ այնտեղ ինչ որ պատճառով մի հատ հսկայական փոս էր փորված եւ խողողավակ էր անցած, ինչ որ մի նպատակի համար։ Նա ընկնում այդ հորի մեջ։ Իմ ու քո իմացած ջրհորը չի։ Մենք ոմանքս միգուցե իրականության մեջ տեսել ենք Ամերիկան բավականին տեղանքներ կա, գիտեք, որ այս ջուրը ինչպես այսօր ես ու դու ինչը ծորակը բացում ենք եւ ջուրը հոսում է, բավականին տեղեր կա, որը ջրհորներ կան եւ ջրհորներից ջուր են առնում, տեղավորում են ինչ որ իրենց համապատասխանամը եւ օգտագործում են։ Նա անգավ, բայց այդ իմ ու քո իմացած ջրհորը չէր, որ մեկը արագ վայրիչներ պարանով կապեին իրան, գնար ու այդ երեխային առներ ու գար։ Այդ հորի ամբողջ լայնությունը ընդամենը մի ոտնաչափ էր, 8 ինչ էր, մի ոտքի չափ։ Այդ փոքրիկ մարմնով երեխան ընկել էր այդ 8 ինչ անոց խողովակի մեջ։ Երկու ֆիտ իջավ այդ խողովակի մեջ։ Նա բնականաբար ոչ մի կերպ չէր կարող վեր բարձրանալ։ Ոչ մի բան ինքը իրականության մեջ ի վիճակի չէր, որևէ ձևով ինքը իրեն օգտակար լինելով։ He couldn't move at all, նա նույնիսկ չէր կարողանում տեղից շարժվել։
Նա չէր կարողանում ինչ աներ, հաղորդակցության մեջ մտներ։ Միակ բանը, որ կանում են աներ, լացում էր եւ աղաղակում։ Իհարկե հարազատները բարեկամներ իմացան եւ ինչ արեցին, բնականաբար շտապօգնություն զանգվեցին։ Հրշեջ մեքենաները, շտապօգնության մեքենաները անմիջապես հայտնվեցին տեղում։ Ես ուզում եմ մի հատ այսպիսի բարձ հարցում հարցնեմ։ Այդ փոքրիկ Ջեսիկային, այդ մղզավանջային կարգավիճակից դուրս հանել ու փրկելը բարի բան էր։ Իհարկե բարի բան էր, ինչի ենք վախենում, ինչի ենք սարսափում պատասխանելուց։ Դրանից ավելի բարի բան կա, որը հարազատները հավաքվել են ու մտածում են, որ էսա իրենց աչքի առաջ իրենց փոքրիկը կգնա, կմահանա ու ոչ մի ելք չկա, որտեղ իրավիճակը ահավոր անհնարին վիճակ էր։ Ասում եմ emergency-ից եկած այդ հրշեջները սկսեցին աշխատել։ Նրանք ոչ մի կեղ խողովակին չեն կարող ձեռ տալ, որտեղ վախենում են, որ նա ավելի կկիշնի։ Այդ խողովակի կողքին մի ամբողջ ինչ հող փորեցին, որպեսզի հասնեն կողքից այդ երեխային։ Եվ ժամեր ու տասնյակ ժամեր աշխատելուց հետո կարողացան ինչ անել, այդ երեխային ազատագրել։ Դուրս անել այդ մղձավանջային, այդ անորոշ կարգավիճակից։ Jessica rescued։ Մի պահ պատկերացրեք այդ փոքրիկ 1.5 տարեկան Ջեսիկայի կյանքը իմ ու քո կյանքի հետ եւ դեռ այդ Քրիստոս Հիսուսը, որ ինչպես ասեցինք 1-2 շաբաթից ողջ աշխարհը տոնելու է նրա ծնունդը, ու քանի դեռ այդ ծնունդը մեր հոգու մեջ ծնունդ չէր առել, մեզ համար բացված չէր, ու երբ որ նա եկավ եւ իր լույսը տարածեց մեր խավարի վրա, մենք մեկ բան հասկացանք, որ մենք ամեն մեկս բռնված էինք մեղքի թակարդի մեջ, ու մենք մեր ուժերով ոչ մի ունակություն, կարողություն, փորձառություն, գիտություն եւ իմացություն չունեինք դուրս գալու եւ ազատագրվելու այդ մեղքի հորից, ոչ մի հնարավորություն։ Եվ կարիք ունեինք այն ինչ, որ հրեշտակը հովիվներին ասեց։ Եվ ինչ ասեց։ Փրկիչ է ծնվելու։ Փրկիչ, որ գալու էր ու մեզ կորցվածին, անհնարին իրավիճակից, կորուստից ու մահից ու հավիտենականության կորուստից մեզի ձեռք ազատելու։ Եվ դա միայն ու միայն նա կարող էր այդ փրկիչը երկնքից իջածը, որ իր կյանքով ինձ ու քեզ փրկություն բերեց։ Հովանես ավետարանի 11-րդ գլուխը մինչև ընթերցությունը կհետաքրքրես, գնա եւ մի քիչ ավելի համարներ ընթերցիր, իհարկե մեր ժամանակի սղության պատճառով ես ընդամենը 2 համարներ եմ առանձնացրել, այնտեղ ասում է Հիսուս իր աշակերտների հետ եկան, որպեսզի հանդիպում ունենան Մարիամի, Մարթայի եւ իրենց եղբոր Ղազարոսի հետ։ Նրանք արդեն գիտեին, որ Ղազարոսը հիվանդ է եւ առավել եւս նրանք գիտեին, Հիսուս ասեց գնանք։ Գիտեն, որ Ղազարոսը Հիսուս գիտեր, որ նա մեռել է եւ արդեն 4 օր անցել է նրա մահից։ Նրան արդեն գերեզմանում են դրել։ Եվ երբ նրանք Հիսուսը իր աշակերտների հետ Բեթանիա եկավ, նա շատ հաճախ էր գալիս Բեթանիա։ Այդ Բեթանիան, այդպես ասած, գյուղաքաղաք էր Երուսաղեմին մոտ, մոտավորապես 10-15 մղոն հեռավորությամբ, եւ միշտ այնտեղ էր հանգիստ առնում, նույնիսկ գիշերում էր այնտեղ իր աշակերտների հետ։ Հիսուսի համար Ղազարոսը եւ Մարիամ ու Մարթան առանձնահատուկ անհատականություններ էին, որ նրանց հետ ստեղծվել էր սիրո կապը։
Նրանք ճանաչել են Քրիստոսի աստվածությունը, որտից գիտենք, երբ որ գնաք 12-րդ գլուխ ընթերցեք, մի անգամ եւս կհամոզվեք։ Ու ասում է քաղաքի կամ այդ գյուղաքաղաքին չէ, Բեթանիայի ժողովուրդը մեծամասնությամբ Ղազարոսեն տան էին, որպեսզի Մարիամին ու Մարթային մխիթարեին իրենց եղբոր մահվան կապակցությամբ։ Ու հանկարծ լուր եկավ, որ Հիսուս իր աշակերտների հետ դեպի գերեզման է գնում։ Ասում է Մարթան դուրս թռավ ու վաց տվեց դեպի գերեզման։ Ու երբ հասավ Հիսուսին, իր հետ երկխոսություն ունեցավ։ Ասես Տերը, եթե դու այստեղ լինեիր, այս վիճակը չէր լինի, բայց ես հավատում եմ, եթե գնաք տուն եւ ընթերցեք ճշգրիտ այսպես, ես հավատում եմ, որ ինչ որ երկնային հորը խնդրես, նա կիրականացնի։ Եվ Հիսուսը պատասխան տվեց ու ասեց. Քո եղբայր Ղազարոսը հարություն կառնի։ Ասես գիտեմ Տեր, գիտեմ, հավատում եմ քո խոսքերին, որ երբ աշխարհը ավարտվի ու հարության օրը գա, այո, քեզ բոլոր հավատացողները հարություն պետք է առնեն հոգու մեջ ու մաս կազմեն քեզ այդ հավիտենականության կյանքի։ Բայց խոսքը այդ օրվա մասին էր, ոչ թե հավիտենականության ու հարության։ Եվ Ղուկաս ավետարանի Հովանու ավետարան 11-րդ գլխի 25-րդ համարում այսպես են կարդում։ Եվ Հիսուսը նրան Մարթային ասաց. Ես եմ հարությունը։ Դու պետք չունես սպասես իմ երկրորդ գալուստին։ Եթե ես քո մեջ ծնունդ եմ, նաև քո մեջ ես հարություն եմ։ Սա է ողջ գեղեցկությունը։ Սա է հրաշքը, որ այսօր աշխարհը ոչ ուզում է հասկանալ նրա բարությունը, ոչ էլ ուզում է հասկանալ նրա ճշմարտությունը, բնականաբար իր մեջ երբեք հարց չի առաջանում։ Եթե բարի է ու ճշմարիտ է, ես ինչ անեմ այդ գեղեցկության, այդ հրաշք իրականության հետ։ Բայց ի տարբերություն այսօր աշխարհի ինձ ու քեզ համար բացվել այդ բարիքը։ Ես ու դու հավատում ենք այդ իրականության ու ճշմարտությանը, մեզ մնում է հարց հարցնենք ամեն մեկս ամեն օր, եթե նա բարի է ու ճշմարիտ է, ապա ինչ է մնում, որ ես իրականացնեմ իմ կյանքում, իմ աղոթքում, իմ աստվածապաշտության մեջ, իմ եկեղեցի գալով, իմ քույր ու եղբայրների հետ աղոթելով, երգելով, հավատալով, մեկս մյուսին քաջալերելով, կանչելով ու սպասելով։ Հիսուսը ասեց. Մարթա, հարությունը հավիտենականության մեջ չէ, հարությունը քո առջև կանգնած քեզ հետ խոսում է։ Ես եմ հարությունը եւ կյանքը, ով հավատում է ինձ, թեկուզ մեռնի, կապրի։ Մարթան ապրում էր, Հիսուս իր հետ խոսում էր, բայց Մարթայի ամբողջ կյանքը լցված էր մի հարցումով. ինչ կլինի իմ եղբայր Ղազարոսի հետ։ Եվ Հիսուսը խոսք ուղղելով Մարթային, Մարթայի միջոցով Ղազարոսին էր հարություն տալիս։ Դեռ մինչև իրականության մեջ նրան կանչելու, ով հավատում էին թեկուզ մեռնի, նա կապրի։ Եվ 26-րդ համարում շարունակում ենք հետևյալ տողերը. Եվ ամեն ոք, ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Եվ դրանով չավարտեց։ Ու հարցում հարցրեց Մարթային։ Մարթան, որ կենդանի իր առջև կանգնած էր, ասեց. սրան դու հավատում ես։ Այսօր տերերի Տեր ու փառավոր Աստվածը մեր հոգու մեջ հետևյալ հարցումն է հարցնում։ Եվ ամեն ոք, որ կենդանի է ու ինձ հավատում է, մենք փառք Աստծո կենդանի ենք եւ փառք Հիսուս Քրիստոսին հավատում ենք։ Այդ նպատակով ենք եկել։ Ուրիշ ոչ մի շարժարի չկար։ Բոլորս էլ զբաղ էինք, հոգնած էինք, դժվարություն ենք, նեղություններ ենք, հոգսեր ունենք։ Բայց այսօր մենք կենդանի ենք եւ մենք հավատում ենք։ Եվ եկել ենք մեկտեղ եւ այսօր այս առիթով Աստծո հոգին մեզնից հարցնում է։ Ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Եվ Քրիստոս իր խոսքը ուղղում է
Ինչպես 2000 տարի առաջ Մարտային, այսօր խոսք ուղում է ինձ Սարո Գալստյանին։ Սարո, հավատում ես այդ ճշմարտությանը, եւ Տերը ուզում է պատասխան լսի քեզանից։ Որ ոչ միայն նա ծնունդ է, այլ նաեւ հարություն է։ Մի ամբողջ հավիտենականություն։ Նոր կտակարանում 40-ից ավելի տեղերում Հիսուս Քրիստոսը շեշտակիորեն խոսում է այս ճշմարտության մասին։ Եթե հավատում ես ինձ, հավիտենականությունը քոնն է։ Ոչ մեկ էս աշխարհի վրա չի կարող քեզանից գողանա, քեզնից վերցնի, իրենը դարձնի։ Ես եկա, ու եթե հավատում ես ինձ, կյանք ունես եւ ել ավելի ունես։ Մի ամբողջ հավիտյան ունես։ Մի քիչ առաջ այդ փոքրիկ մանուկ Ջեսիկայի մասին ենք խոսում 1.5 տարեկան։ Նա անելանելի կարգավիճակում էր։ Ինչպես ես ու դու մի օր անելանելի վիճակում ենք։ Ինչպես ես ու դու մեր կյանքի հավատքի նույնիսկ օրերի մեջ հայտնվում ենք այսպիսի փակուղիների մեջ, անելանելի կարգավիճակի մեջ։ Փակված ենք ու հասկանում ենք, որ միայն ու միայն նա ու նրա ներկայությունը կարող է ինձ դուրս անել այս մաղզավանջից, այս ցավից, այս տխրությունից, այս անորոշությունից։ Միայն նա կարող է իմ կյանքից հոգու մեջ այդ փակ դռները բացի։ Միայն նրա ներկայությունը բավարար է, որ ամեն ինչ ես հավատամ, որ նոր կլինի ինձ համար։ Թեկուզ այսօր ոչ մի նոր լինելու նշույլը չկա, նշանը նույնիսկ չկա, ամեն ինչ խավար է, անպամած, տխուր է, անորոշ, փակ է ու դատարկ։ Բայց հիշիր, ինչպես 2000 տարի առաջ երկնքում որոշում եղավ, որ իրենց հրեշտակին ուղարկեն հովիվների մոտ։ Ու երբ այդ հանդիպումը կայացավ, հրեշտակը մի հստակ բառ խոսեց նրանց հետ։ Եվ այդ բառը մնաց, ու հովիվների միջոցով առաջի ավետարանիչները տարածեցին ողջ աշխարհով մեկ։ Որ այսօր Դավիթի քաղաքում ինչ ծնունդ է լինելու, փրկիչ է ծնվելու։ Փրկիչ էր ծնվում փրկելու համար։ Փրկիչը գալիս էր փրկելու ամեն կորցվածին, ամեն մարդ, որ այսօր իր կյանքը անենալի, անպատասխան, անորոշության մեջ է տեսնում։ Եվ ինձ ու քեզ խոսքը հիշեցնում է։ Հայացքդ ուղղիր դեպի այդ փրկիչը։ Եվ խնդրի ու աղոթի, ու հավատա ու սպասի, ու վստահիր, որ նա է ծնունդը, ու նա է հարությունը։ Էլ միջակյալում ինչ կա, մեր կյանքի ապրած օրերը չի։ Ուրեմն նա պարփակում է իր ծնունդով եւ իր հարության զորությունով։ Ուրեմն բոլոր հարցումների, բոլոր անորոշությունների, բոլոր փակ ուղիների ու դռների համար մեկ բանալի կա։ Հիսուս Քրիստոսը, այն փրկիչը, որ Դավիթի քաղաքում ծնունդ առավ եւ այսօր իմ ու քո սրտի ծնունդն է։ Քրիստոս Աստված եկավ ու ծնունդ առավ։ Եվ Աստծո խոսքը երբ սկսում ենք ընթերցել ավետարանները, հավատում ենք, վայելում ենք, ճաշակում ենք, կանչում ենք, երգում ենք, փառաբանում ենք, աղոթում ենք, ծնգի ենք գալիս ոտքի վրա, գիշերը քնած, առավոտը արթուն, նրան ենք փնտրում։ Բայց միայն մի հստակ ու մեծ տարբերությամբ նա միայն չեկավ
ինձ ու քեզ փրկելու համար։ Փրկությունը մեր կյանքի սկիզբն էր, որ շարունակություն ունի, որ հիմա այդ շարունակության մասին պիտի խոսենք։ Այս ամեն ինչը որ խոսում ենք, որ այդ երևույթը բարի է, եւ այն ամեն ինչ որ լսում ենք, այո, բարի է, ցանկալի է, օրհնյալ է, հավիտենական է, իմ հոգուս կարոտն է, իմ կյանքիս երազն է, իմ երջանկությունն է, իմ ամբողջ հոգուս հավիտենականությունն է, բարի է։ Մի հատ օրինակ եմ ուզում բերել կյանքից։ Ինչպես գիտեք, բոլոր աշխարհով, բոլոր պետությունները, բոլոր քաղաքները ինչ ունեն, հրշեջներ ունեն, հրշեջների կենտրոններ ունեն, հրշեջի աշխատողներ ունեն, հրշեջի մեքենաներ ունեն, Աստված մի արասե, եթե հանկարծ միտեղ հրդե է լինում, նրանք անմիջապես ահազանգ են ստանում եւ շտաբ գնում են ինչ անելու, օգնելու առաջի հերթին, ոչ թե կառույցը պահպանելու, այլ կառույցի մեջ, այդ տան մեջ, այդ տարածքի մեջ որևէ անձնավորություններ կա, նախ նրանց ազատելու ու հետո ինչ անելու, զբաղվելու, թե ինչքան կկարողանան այդ ինչը, այդ կառույցը պահպանեն։ Որտեվ վերջո ամենաթանկը, ամենաարժեքավոր էս աշխարհի վրա ինչն է, կյանքն է, որ Աստված շնորհ արել։ Այսօր մարդիկ տեսնում են այդ կյանքը, բայց միաժամանակ այդ կյանքի մասին այդպես էլ չեն մտածում։ Իրենց համար այդպես էլ չի բացվում ինչը, այդ բարիքը, այդ օրհնյալը, այդ փառավորը, այդ ցանկալին, այդ սրտի փափագը։ Օրինակս հետևյալումն է։ Մի պահ ենթադրենք, ինչ-որ մի տանը հրդե է տեղ ունեցել, վառվում է, ահազանգը լինում է, հրշեջները հասնում են, հրշեջներից մեկը ներս է մտնում տուն, իր հատուկ գործիքներով, իր հատուկ հագուստները հագած, կարողանում է ձերբազատել այդ տանը մեջ բնակված ինչ-որ մի կնոջը, այդ տեղի բնակչին, դուրս է հանում, ինչ է լինում, կինը խոնարհվում է, ձեռնվում է, իր սրտի ողջ գոհություն ու շնորհակալություն է հայտնում, ինչ, այդ հրշեջին, այդ աշխատողին, եւ դրանից հետո ամեն բան ավարտվում է, այդպես չէ, կյանքից, մահից կյանք ազատվեց, այդ կրակի, այդ հրդեհի, այդ ամբողջ իրավիճակի մեջ այդ կինը կգնար ու կորցվեր։ Բայց այդպես չէ քրիստոնեական կյանքում։ Քրիստոսը գալիս է, մեզ փրկում է հավիտենական կորստից, հետո ինչ անում, հետո բերում է ու իր ընտանիքին մաս ու բաժին է դարձնում, այդպես չէ, այդպես է սիրելիներս, եթե համոզված չեք, ընթերցենք հետևյալ տողերը ու շատ տողերը, Գաղատացիս 4 գլխի 4 համարում հետևյալն ենք ընթերցում, բայց երբ ժամանակի լրումը հասավ, Պողոս առաքյալը Գաղատացիս եկեղեցու թղթերի մեջ հետևյալ այդպեսի գաղափար է մեզ սովորեցնում։ Մեզ համար բացահայտ չէ ու չի էլ կարող լինի, թե ինչու հատկապես Քրիստոս Հիսուսը այդ օրը, այդ թվականին, այդ ժամանակը ծնվեց, ինչի 100 տարի առաջ եւ ինչու 100 տարի հետո ոչ։ Աստծոց առած խորհուրդը Պողոս առաքյալը հետևյալ ասում է, բայց երբ ժամանակի լրումը հասավ, ուրեմն ժամանակը, որ պետք է լրանալ ու երկնքում որոշում կար դեր հավիտենականության մեջ, որ նա պետք է մարմինի մեջ ծնունդ առներ։ Եվ Պողոս առաքյալը ճշգրիտ էդ է բացահայտում մեզ համար, երբ ժամանակի եւ ով էր որոշել այդ ժամանակը, իհարկե երկիրը ստեղծող Հայր Աստվածը։ Ու երբ որ եկավ այդ ժամանակի լրումը, Աստված իր որդուն ուղարկեց, որ կնոջից ծնվեց ու օրենքի ներքո եղավ։ Մինչև իր որդուն ուղարկել երկրի վրա, Աստված օրենքը տվեց։ Օրենքը, որ խոսում էր մեր խղճի մասին, մեր ներքին մարդու մասին, վերստին ծնվածի մասին չէ, մեր ներսի, մեր խղճի, մեր գաղափարի, մեր դաստիարակության, մեր մտածելակերպի, ապրելակերպի մասին։ Եվ Աստված այդ օրենքները գրի արավ ու տվեց, եւ այդ գիրը կա եւ 10 պատվիրանները եւ մյուս բոլոր պատվիրանների շարունակությունը։
Բայց այսօրվա մեր խոսքը պատվիրանների մասին չէ, որպեսզի օրենքի տակ եղողներին փրկագնի։ Այսօր շատ ու շատերի համար ոչ օրենք կա, ոչ էլ փրկություն կա։ Բայց օրենքը մեզ փակեց, ինչպես այդ 1.5 տարեկան աղջիկ երեխային փակեց, ու դու հասկացար, ու ես ու դու հասկացանք, որ մեզի փրկություն է պետք, որտեղ մենք էլ օրենքի ուժով չենք ազատվենք։ Մեր խիղճը մեզի դատապարտում է, մեր հոգին տխուր է, ու մենք փնտրում ենք մի ամբողջ անարուշության մեջ, ու չգիտենք, թե ինչ ենք փնտրում։ Եվ Աստված իր որդուն տվեց, եւ այդ հոգին ներկայացավ մեր կյանքի մեջ, ասում է, որպեսզի օրենքի տակ եղողներին փրկագնի, որպեսզի ինչ անի, ոչ միայն փրկագնի, այլ որդեգրության ընդունենք։ Նա ոչ միայն մեզի փրկեց սրտի ցավով, այսօր շատ ու շատ քրիստոնյաների այդ ասած իրենց դոկտրինի, իրենց վարդապետության մեջ, գիտեք ինչով է ավարտվում, ես մկրտվել եմ ու փրկված եմ։ Էլ ես ոչ մի կապակցություն ու մասնակցություն ու պատկանելություն չեմ ուզում ունենալ։ Ես ազատ մարդ եմ։ Եվ այսօր բոլոր նրանք, որ անպատճառ պատճառով բացակայում են այսօր, նրանք նմանաձև են մտածում։ Նրանք չեն տեսնում այդ անհրաժեշտությունը, որ ինչ անեն, որը այդ որդեգրությունը ինչ անեն, լավագույնս օգտագործեն։ Այսօր երբ ես եկեղեցի եմ գալիս եմ, որ իմ որդեգրությունը, այս ընտանիքի մասը ու բաժինը, որի Տերը, Հայրը, Աստվածը, Քրիստոսն է, ինչ անեմ, հաստատեմ, վկայեմ իմ ներկայությունով, վկայեմ իմ կողքինին և կանչեմ իմ հորս, իմ տանս Աստծուն, իմ երկնային հորս, որ ես այս ընտանիքի բաժինն եմ։ Հիշում եք Գործ առաքելոց 2-րդ գլխի մեջ սրանից մի 2 ամիս առաջ այդ մասին խոսք եղանք, երբ որ Վերնատանը Աստծո հոգին իջավ, եւ այդ 120-ը, որ հավաքված են, սկսեցին օտար լեզուներով փառաբանել ու մեծարել Աստծուն, ու երբ հավաքված ժողովուրդը Երուսաղեմում սկսեցին ինչ անել, ոմանք սկսեցին ծաղրել ու ժողովուրդ ամբողջ հավաքվեց, ու հետո ասում եմ Պետրոսը ելավ իր մյուս առաքյալների հետ ձայնը բարձրացրեց ու խոսեց։ Ու երբ որ խոսեց, հոգուց էր խոսում, ոչ թե իր գիտությունից, ոչ թե իր ձգնորսարական փորձառությունից, նրա մեջ հոգին էր աղաղակում։ Ու այնտեղ հավաքված հազարավորներ հարցում հարցեցին, ինչ անենք։ Եվ Պետրոսը նրանց ուղղություն տվեց, ապաշխարել, դառնալ, կանչել, հավատալ, վստահել, ջրով մկրտվել, որպեսզի փրկությանը սկիզբը դնել։ Ու ասում է այդ օրը 3000-ի չափ մկրտվեցին եւ մաս կազմեցին ինչի այդ որդեգրությանը եկեղեցուն։ Եվ հետո ինչ, հետո գնացին իրենց տունը, ասեցին փրկված ենք, շարունակենք մեր կյանքի առօրյան 42-րդ անմիջապես այն իրականության մասին, երբ խոսում է նրանք 3000-ը ջրով մկրտվեցին եւ մաս կազմեցին եկեղեցում, հետեւյալ համարներ են կարդում։ Ջերմերանդորեն ստիպված չէին, հովիվը իրենց չէր հանդիմանում, զանգ չէր տալի, չէր հիշեցնում, եղբայրս, քույրս, գիտես, այսօր կիրակի է, մենք ամեն կիրակի ժամը 10-ին, 10:30 եկեղեցի ենք հավաքվում, որպես ընտանիք Տիրոջը պաշտենք, ասում է ջերմերանդորեն հետևում էին ինչը առաքյալների ուսուցմանը, հաղորդությանը, հացի բեկմանը եւ աղոթներին։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հոգևոր ընտանիք։ Նրանք գալիս էին, որպեսզի սովորեին, մասնակցումը հետևում էին ուսուցմանը, այսօր շատերը մտածում են, ես ուսուցման կարիքը չունեմ։ Ես կարող եմ իմ տանս նստեմ, գիրքը բացեմ եւ ինքս ինձ խորհրդակցեմ, ուսումնասիրեմ եւ մեծագույն այս աշխարհի հոգևոր վարդապետներից մեկը լինեմ։
Հաղորդություն ինչ ես անելու։ Մի քանի հատ մանիք են պետք է առնես, իրենց հոգևոր շորեր, հագուստներ հագցնես, դնես կողքդ, որովհետև ալարում ես 15-20 րոպե մեքենա վարես ու մաս կազմես եկեղեցուն։ Բա հացի բեկմանը, բա այդ մանիկերներին ոնց համոզես, որ քեզ այդ հաց ուտեն, միասին հաց կտրեք, որպես ընտանիք, որպես հավատարիմ հարազատներ։ Բա հետո աղոթները։ Մենք ամբողջ շաբաթ մի քիչ առաջ ինչ ասենք, Աստված մեզ կյանքը տվել, մեր կյանքի առօրյայում աղոթում ենք, պակասում ենք, ավելանում ենք, շատանում ենք, քչանում ենք։ Եվ եթե շաբաթը ավարտելուց 1% Աստծո պարգևած ժամից 1%-ը նույնիսկ խնայում ենք նրան վերադարձնելու, որպեսզի մասնակցեմ իմ քույր ու եղբայրներիս հետ երգի ու փառաբանության ու աղոթների մեջ։ Հարազատս ինձ մնում է միայն ու միայն աղոթք բարձրացնեմ ինձ ու իմ տան համար։ Թող Աստված Աստծո հոգին սկսած ինձանից մեզ հանդիմանի ճշմարիտ աստվածապաշտության համար։ Եվ վերջը պետք է խոսքը բերեմ այսօրվա ավարտին։ Ինչպես նկատեցիք, մեսօրվա ամբողջ խոսքը ուղղվեց ինչ, is it good? Բարի է, այդ ինչ որ լսում ենք, բարի է։ Աստված Հիսուս վերցրեց մեղքի պատիժը իր վրա, բարի էր թե ոչ, բարի էր։ We can move from death to life, մենք մեռած էինք ու նրա մեջ այսօր կյանք ունենք, բարի է թե ոչ, բարի է։ We can become member of a God's family, եւ այսօր ես մաս եմ երկնային թագավորության այդ ընտանիքի անդամը, բարի է թե ոչ, բարի է, եւ թող Աստծո ժողովուրդը կաչի, այո եւ ամեն, թող Հիսուս Քրիստոսը փառավորվի, ամեն։